Լավ, տեսեք այ նորից խոսքը գնում է ինժեներ Սակրագորյանի վարժի կացարանի մասին։ Եվ նաև այսօրվա դատախազնիստում մասնավորապես նշվեց, որ կացարանի ջերմությունը պետք է կատարվեր էլեկտրական տակացուցիչներով։ Դուք որպես կոմունաշարժական ծառայություն պետք է պարեստի գործակալների տնօրեն ձեր մոտից դուրս գրել եք էլեկտրաջերմության վարկանիշը։ Բավոր տեղից են այդ Լավ գործով նաև ձեռբերված տվյալները հայտնի է, որ ինժեներ Սակրագորյանի վարժի այդ կացարանը դա եղել է մի մասնավոր անձի տուն եւ բավականին վատ վիճակում էր տունը հաստատեն հատկացրել ինժեներ Սակրագորյանի վարժին։ Օրինակ տան ահավորման համար որևէ նյութական միջոց դուք տրամադրել եք ձեր պահեստից։ Օրինակ ապակին էր։ Չի եղել։ Բայց ապակիները որտեղից դուք տեղեկություն չունեք։ Ոնց են անցնում։ Դա բախոշան դրան այս դեպքում լրիվ հարցեր չունենք։ Չունեք էլ հարցեր։ Լավ, մենք ասում ենք Մա դուք այ Սարգսյան նշեցիք, որ ագարտեհային պաշտպանության հետ կապված որևէ պարտականություն չեք հա։ Չեք իրականացնում։ Նաև նշեցիք դրուկային հրամանի մասին, որպես հրապարակել ասում որին դուք նշեցիք, որ ծանոթ չեք եղել, հա, մինչև ձեր պարտականությունը։ Իսկ հնարավոր է, որ այդ հրամանով ձեր վրա տրված լինի ագարտեհային ծառայության պարտականությունը, իսկ դուք ծանոթ չլինելով հրամանին դեռ չեք եղել։ Կարող եմ ամառ։ Խնդրեմ նորից։ Այսինքն ձեր վրա պարտականությունը հրամանով տրված լինի, բայց դուք նշեցիք, որ դուք ընդհանրապես չեք ծանոթացել այդ հրամանին եւ այդ պատճառով տեղյակ չեք եղել, որ կա նման հրաման։ Այդ պարտականությունը դրված է ձեր վրա հակառակորեն միգուցե իրանք տպել են գցել են իրենց դարակը այդ թուղթը, բայց այն որ ես հստակ ինչ-որ մեկից իմացել եմ, որ ես Սարսյան մեծ եք նկարագրում, դա վերջինս զինված ուժերի մասին ենք խոսում, էլի ինչ-որ սակա չի, բազմագիտություն չի եղել, որ ինչ-որ մի բան էր, ամանտապեցին ու քեցին արածները, մի քիչ կա ամոզիչ լինի։ Ես ոսում ես տեղյակ չեմ եղել, անգամ երբ որ դատարանը մարտունի ու դատարանում դատավորը հելավինը քննիչ ավելի ճիշտ 900 հրամանից խոսած, ես ազնիվ որ ես զարմացում եմ չի 900 Լավ, այդ ագարտեհային այդ ինձ որպես կշծարայության այն ձեր պարտականությունները դեպքում որ լիարժեք չեք կատարել, հա? Լիարժեք չեմ կատարել այն բանով, որ ես ինչ իմացել եմ, ինչքանով հասկացել եմ, ես այդքան եմ կատարել։ Հիմա ոնց ասում, ձեզ ստիպողաբար են տարել այդ պաշտոնը։ Ոնց է ստացել այդ ակտիվիզմը հասկանում։ Եթե դուք ստացվում է, որ տեղյակ չեք եղել, ցանկություն չեք ունեցել, ձեր աշխատանքային պարտականությունները պատշաճ չեք կատարել, ձեզ ստիպողաբար են տարել։ Ակոժան դա դրանից ստիպողաբար չեն տարել, բայց այն ինչը որ վերաբերում է ԿՇՑ ծառայության պետի պարտականություններին, ես այդ գործին չեմ եղել, հա, դες թռուցիկ մակերեսել եմ, հասկացել եմ, բայց մնացածը ինչը որ կա բուն խորքում ընկած ԿՇՑ ծառայության պետի պարտականություն, այլ ես չեմ իմացել։